Այսինքն ասելիքս այն է, որ ամեն մի քայլափոխին Շիրակ աշխարհի ամեն մի գյուղի մեջ կա յուրահատուկ եւ մեր պատմական ժառանգության կերտված մեր ոսկեծերի ուրեմն վարպետների կերտած հուշարձաններ եւ իհարկե ամենահզորագույններից մեկը գիտեք մեր մշակութային հուշարձանների ժառանգության մեջ բաժինը հասնում է Տտար ճարտարապետի իմ գրքի մեջ առանձին կա իր հուշարձանային կերտած կոթողները հիմա կարող ասեք թե Մելիք Սաքսյան Ավետիքը հիմա պետք է խոսի Տտար ճարտարապետի մասին անիմար քաղաքի կաթոլիկ եկեղեցու մասում դրա հոգևոր ժառանգությունը ուրեմն վերսրած շարունակած Ալեք Պոլցի Թատևոս Հանդիկյան Արտար Մանուկ եւ մեր համակարգացիների մեծագործությունը որ կորցանումից փրկելու համար գիտեք 14 տարվա ընթացքում գնաց է նմանատիպ ոչ թե ճարտարապետական կրկնության տեսակետից, այլ հոգևոր ժառանգության տեսակետից, այնպիսին ինչպիսին ես երևի ասել եմ կամ ասեմ, այդ խորհուրդը հոգևոր իմ գրքի հենց կազմի վրա է պատկերված։ Այսինքն եւ այդ մեծագործությունը տրտադը որպես հայկական ճարտարապետական դպրոցի 3 դպրոցներից ամենաբարձրագույնի ներկայացուցիչը, ես ճիշտ ասած այսօր Ես ուզում եմ ավելի մի յուրօրինակ հուշարձանի մասին ներկայացնել, ես կուզեի կակրազ այդ թեման շատ հետաքրքիր։ Արդեն մոտավորապես հասկացա, որի հետ եք, հենց այդ թեման ես կուզեի նույնիսկ մենք տեղում էր տայինք նկարեինք, բայց քանի որ տեխնիկապես հլոր Եթե եղանակային պայմաններն են, անպայման կնան, բայց իմ ներկայացվածը եւ ձեր կողմից հանրահրճակվածը բավական կլինի, որ մեր ասելիքս որն էր տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչները, երբ որ ասենք թե նախագծում են կան Շիրակ աշխարհ, անպայման այդ մի քանի կարևոր տեղերը, որովհետեւ հիմա մի այդ հուշարձանի մասին որ խոսեմ, նման յուրահատուկ հուշարձան, ես ասենք թե առավել եւս Շիրակ աշխարհում, չեմ ասում Հայաստանի տարբեր մարզերում եւ երևի աշխարհում չեմ տեսել, որ այդքան շրջագայել են։